Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 16-րդ նիստը, լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 121-րդ թիվը, մայիսի 9, հաղթանակեն մինչև գորուստի ցավ։ Թուրքական վարչագահը կփորձի վերացնել հայրույթ ցեղասպանության մասին արխիվային հրաբարագումները։ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով իրանցի 10 նավաստի վիրավորված է։ Բաքվի վարչագահը Արցախի մեջ մշակութային եւ կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացում իրականացնի։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ 2026 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 16-րդ նիստը, որուն ընթացքին ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյան կարևորեց մայիս ամսվան խորհրդանշական օրերը։ Մայիսի 9 Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ստեղծման օրը, մայիսի 11-ը ԱՄՆ-ի գոմե Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման օրը եւ մայիսի 24-ը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ստեղծման օրը։ Աննայև դեղեկացուց մայիսի 9-ին նախադեсված արցանց հանդիպումին մասին, որ նվիրված պիտի ըլլա օրվան խորհրդին եւ պատմական նշանակության։ Նիստի ավարտին Տիկին Նելի Հարությունյան շնորհակալություն հայտեց պատգամավորներուն մասնակցության համար, ընդգծելով ազգային միասնականության եւ պետական արժեքներու պահպանման կարևորությունը։ Western Armenia շաբաթաթերթի 121-րդ թիվի գլխավոր անդրադարձներն են Չեխիայի գեղեցկուհի Մոնիկա Հարությունյանի հաղթանակը Հայաստանի գեղեցկուհի ազգային մրցույթին, Ճամփորդ Ճավախ 2026 խորագրով ճանապարհորդական ակնարկը, ինչպես նաև դարձաշրջանային քաղաքական զարգացումներուն վերաբերող վերլուծությունը։ Թերթին մեջ տեղ կդած են նաև հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության նվիրված հրաբարագումներ, ներառյալ հայկական եկեղեցին առանց հայերու նյութը։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Մայիսի 9 երկար դարիներ հայ ժողովրդին համար եղած է հաղթանակի, հերոսության եւ ազգային հպարտության խորհրդանիշ։ Այդ օրը հայ ժողովուրդը գտոներ Շուշիի ազատագրումը որպես Արցախի պայքարի ամենապարավոր էջերեն մեկը։ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական ուժերը ազատագրեցին Շուշին, վերականգնելով պատմական արդարությունը եւ նոր հույս ներշնչելով ամբողջ ազգին։ Շուշին դարձավ հաղթանակի, ուժի եւ ազգային միասնականության խորհրդանիշ։ Սակայն այսօր մայիսի 9-ը նաեւ ցավի եւ գորուստի օր է, որովհետեւ Արցախը գրգին գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Շուշին գրավված։ Հաղթանակի քաղաքին մասին հիշողությունները կշարունակեն ապրիլ յուրաքանչյուր հայու սրտին մեջ։ Շուշին կմնա ոչ միայն պատմություն, այլ նաեւ հավատք, որ ազգային արժանապատվությունն ու հիշողությունը կարելի չէ վերացնել։ Մայիսի 9-ը մեզ կհիշեցնե, որ հաղթանակները միայն անցյալի հիշողություն չեն, անոնք նաեւ ապագայի պատասխանատվություն են։ Լիտուանիո կենտրոնական պետական արխիվի գայքեն հայրույթ ցեղասպանության վերաբերող հրաբարակման հերացումը լայն արձագանք կդարձե լիտուանական մամուլին եւ հասարակական շրջանակներուն մեջ։ Ըստ լրատվամիջոցներուն որոշումը կայացված է Թուրքիո տեսմանադան եւ Լիտուանիո արտաքին գործոց նախարարության ոչ պաշտոնական աստակներեն յետք։ Լիտուանիո գլխավոր արխիվակետը հաստատած է, որ թուրքական կողմը դժգոհություն հայտնած է հրաբարակման վերաբերյալ, զայն համարելով քաղաքականացված, մինչդեռ արխիվի ղեկավարությունը շեշտած է, որ խոսքը պատմական փաստերու մասին է։ Լիտուանիո արտաքին գործոց նախարարությունը մտահոգություն հայտնած է, թե հրաբարակումը կգրնա ազդել Թուրքիո հետ հարաբերություններուն վրա, թեև հերքած է ովևէ պաշտոնական ճնշում։ Թուրքիո տեսփանադունը գրնած է իր թիրքորոշումը, բնտելով թե ցեղասպանություն եզրույթը պետք է հաստատվի միջազգային դատարաններու կողմէ։ Լիտուանիո մեջ Հայաստանի պատվո հիպատոս Կարապետ Պապայան ընդգծած է, որ օդար պետություններու միջամտությունը երկրի արխիվային եւ գիտական գործունեության նկատմամբ ինքնիշխանության խախտում է։ Լիտուանական մամուլի հրաբարակումները ցույց կտան, որ Թուրքիան կշարունակե պայքարիլ հայրույթ ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, փորձելով ասել տարբեր երկիրներու գիտական եւ հանրային հարթակներուն վրա։ Իրանական թրոշի ներքո նավարգող արևդրական նավը վրա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերու հարձակման հետևանքով վիրավորված է 10 նավաստի, եւս 5 հոգի դակավին անհետ կորսված կհամարվին, կհաղորդե Իրանի գիսաբաշտոնական մեհր լրատվական գործակալությունը։ Ավելի ուշ հարավային Մինապ շրջանի նահանգապետը հայտարարած է, թե տեղեկությունը ստացած է, որ փրկարարները կդած են անհետ կորսված 5 նավաստիներեն մեկուն մարմինը։ Ըստ գործակալության հարձակումը տեղի ունեցած է Հորմուզի նեղուցի եւ Մակրան ծովու ջուրերուն մեջ։ Իրանական նավը Մինապ շրջանի ջուրերուն մոտակայքին եղած է եւ ամերիկյան զինուժի հարվածեն երկ նավուն վրա հրթեհ փրկած է։ Մեհրի փոխանցմամբ այս բեռնադար նավուն վրա ընդհանուր առմամբ 15 նավաստի եղած է, 10 վիրավորները տեղափոխված են հիվանդանոց։
Մայիսի 6-ին Ֆրանսիայի Սենատին մեջ Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային իրազեկման խումբի նախագահ սենատոր Էթիեն Պլան հարց ուղղեց Եվրոպայի եւ արտաքին գործոց նախարար Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի թիվանագիտական ուղղության վերաբերյալ։ Սենատորը հետաքրքրվեցավ, թե ինչ ռազմավարություն որդեգրած է Ֆրանսիան պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ջանցված է որպես մարդկության համաշխարհային ժառանգություն, ինչպես նաեւ ինչ քայլեր կառնե կառավարությունը անոր պահպանման ուղղությամբ։ Սենատորը հարց բարձրացուց նաև Ադրբեջանի մեջ բահվող հայ քերիներուն վերաբերյալ, հետաքրքրվելով, թե ինչ ջանքեր կգործադրվին անոնց ազատ արձակման համար։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության բաբանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ցեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում, ձեր առաքելությունները պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան դարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։